Վայոց ձորի մարզի Շատին համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Սմբատյանը մեղադրյալի աթոռին է։ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտմամբ Սմբատյանը պաշտոնավարման տարիներին կազմակերպել եւ իրականացրել է համայնքապատկան հողատարածքների ձևական աճուրդ վաճառքներ, համայնքին պատճառելով ավելի քան 24 միլիոն 500 հազար դրամի գույքային վնաս։ Մամիկոն Սմբատյանը 2005-ից մինչև 2016 թվականները հանդիսանալով Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ղեկավար, կազմակերպել եւ որպես աճուրդավար անց է կացել համայնքապատկան 8 հողերի աճուրդ վաճառք, ձևական աճուրդ վաճառք։ Ըստ մեղադրանքի 2008 թվականին Մամիկոն Սմբատյանը կազմակերպել է Շատին համայնքում գտնվող 300 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի աճուրդ վաճառք, դրան մասնակից դարձնելով իր կնոջ Լենա Մարկոսյանի եղբորը Մարտին Մարկոսյանին։ Խախտվել է հրապարակային սահակարկությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի պահանջների առայն, որ աճուրդին չի կարող մասնակցել աճուրդավարի ամուսնու եղբայրը։ Նման պայմաններում աճուրդում հաղթող է ճանաչվել Մարտին Մարկոսյանը եւ այդ հողի նկատմամբ գրանցվել է նրա սեփականության իրավունքը։ Բացի այդ, Սմբատյանը 2011 թվականին կազմակերպել եւ անց է կացրել 7 միլիոն 200 հազար դրամ շուկայական արժեքով 29 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդ վաճառք, որում հաղթող է ճանաչվել Մամիկոն Սմբատյանի հորաքույրը Ռեհան Սարգսյանը եւ 2012 թվականին դրա նկատմամբ գրանցվել է վերջինի սեփականության իրավունքը, ընդ որում նշված պարագայում նույնպես աճուրդ վաճառքի երկրորդ մասնակիցը հանդիսացել է Սմբատյանի կինը Լենա Մարկոսյանը։ Հողամասի նկատմամբ աճուրդ վաճառքի արդյունքում գրանցվել է Ռեհան Սարգսյանի սեփականության իրավունքը։ Մյուս դրվագով Սմբատյանը 2011 թվականին կազմակերպել է 17 միլիոն 700 հազար դրամ շուկայական արժեքով 71 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի կեղծ աճուրդ վաճառք։ Այս անգամ հաղթող է ճանաչվել Մամիկոն Սմբատյանի հորաքույրը Ռեհան Սարգսյանը եւ 2012 թվականին գրանցվել է վերջինի սեփականության իրավունքը։ Այս անգամ Մամիկոն Սմբատյանը աճուրդ վաճառքին ձևակայումի մասնակից է դարձրել նույն համայնքի բնակիչ Նայիրի Խաչատրյանին, որը ինքնին վկայում է կազմակերպած ձևական աճուրդ վաճառքի մասին։ Քննիչի խոսքով եւս մեկ դրվագով Սմբատյանը ապօրինի կերպով օրինականացրել է Շատին համայնքին պատկանող 1 միլիոն 40 հազար դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը։ Նախկին համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնական կեղծիքի եւ փողերի լվացման համար։ Նախաքննության ընթացքում Վայոց ձորի մարզի Երեգես համայնքին վերադարձվել են քննության առարկա հանդիսացող հանցանքի կատարման պահին 1 միլիոն 40 հազար դրամ շուկայական արժեքով 1.21 հեկտար գյուղասական նշանակության վարելահողը եւ 455 հազար դրամ շուկայական արժեքով 0.053217 հեկտար մակերեսով գյուղասական նշանակության վարելահողը։ Բացի այդ, որպես հանցանքների կատարմամբ պատճառված վնասի հատուցում, Մամիկոն Սմբատյանը Վայոց ձորի մարզի Եղեգնից համայնքին է փոխանցել 3 միլիոն 570 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նշանակության 3 հողատարածքներ։ Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել դատախազություն, դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։